Ինչու են թրենդները ձեզ սպանում եւ ինչպես ստեղծել ռիլեր, որոնք կպահպանեն եւ կկիսվեն իրենց ընկերների հետ։ Բարև ձեզ։ Դուք ամեն օր 3 ժամ ծախսում եք թրենդային երաժշտության տակ վիդեոներ պատրաստելու վրա եւ հուսալով, որ ձեր ռիլսերը կհավաքեն միլիոնավոր կամ 100,000 դիտումներ, ուրեմն դուք սխալվում եք։ Այսօր Instagram-ի ալգորիթմը ուշադրություն չի դարձնում լայքերին։ Ալգորիթմը փոխվել է։ Նրա համար կարևոր են պահպանումները եւ կիսվելը։ Այս դասում ես ձեզ կսովորեցնեմ մի ֆորմատ, որը ոչ թե միայն լայքում են, այլ պահպանում կամ կիսվում են։ Մինչ կբացատրեմ ֆորմատը, եկեք հասկանանք նախ ալգորիթմի հոգեբանությունը, թե ինչպես է այն աշխատում։ Թրենդային վիդեոն մարդը տեսնում է, ժպտում է եւ անցնում է առաջ։ Նա երբեք այդ վիդեոն երկրորդ անգամ չի նայի, հետ չի վերադառնա ու անգամ չի էլ պահպանի, որովհետև նա լայքել է հումորը, ժպիտը, պարը, էմոցիան, բայց ոչ թե հենց ձեզ։ Իսկ եթե դուք մատուցում եք օգտակար կոնտենտ, մարդիկ ձեզ կհիշեն